Ողջունում եմ բոլորին, նրանց, ովքեր միացել են մեր տեղեկատվական հանդիպմանը եւ նաեւ բոլոր նրանց, ովքեր որ առցանց հետևում են մեզ, նայում են ու կնդրում են։ Ես Նատալի Նասիբյանն եմ, Iris Business Incubator-ից, այդ թվում նաեւ այս ծրագրի շրջանակում Iris Economy Accelerator ծրագրի ներգրավման փորձագետն եմ։ Այսօր մենք նոր ձևաչափի ներքո մեկնարկում ենք տեղեկատվական հանդիպումների շարք, որի մասնակիցներն են Iris Economy Accelerator ծրագրի առանցքային փորձագետները։ Այս հանդիպման առաջի հանդիպման հյուրերն են Iris Business Incubator-ի գործադիր տնօրեն, ինչպես նաև Accelerator ծրագրի ներդրումային պատրաստվածություն մոդուլի հեղինակ եւ վարողն է։ Ռուբեն Սարոխանյանը արտահանման պատրաստվածության մոդուլի վարող փորձագետ եւ Գրիգոր Մնացականյան ֆինանսական կառավարում մոդուլի վարողն է։ Նաեւ ասեմ, որ Նարինեն եւ Գրիգորը Iris Business Incubator-ի հենց հիմնադրումից թիմի թիմակիցներն են եւ 19 թվականից, եթե չեմ սխալվում, թիմում են եւ ներգրավված են ծրագրի ներքո որպես գործող առանցքային փորձագետներ, իսկ Ռուբենի հետ մեր համագործակցությունը Iris-ի հետ սկսվել է, եթե չեմ սխալվում, 2021 թվականին եւ որ հրավեր էինք ստացել նամակով մասնակցության, եթե չեմ սխալվում, Արփինե Պողոսյանի հետ դուք մի հատ շատ ծավալուն ծրագիր էիք, սեմինարների շարք էիք սկսել արտահանում Եվրամիության երկրներ դեպի եւ այդ հանդիպման մասին ես ստացել էի, շատ հետաքրքրել էր եւ Ռուբենին եւ Արփինեին ներգրավել էինք մեր համայնքի հանդիպումներից մեկի շրջանակում, որպեսզի նրանք մեր ձեռներեցներին ներկայացնեն առհասարակ արտահանման գործառույթը եւ այն ծավալուն աշխատանքը, որը Ռուբենը եւ Արփինեն տարել էին։ Ինչևէ, շատ ուրախ եմ, որ այսօր մեզ միացել եք, շատ ուրախ եմ, որ մեր փորձագետները նույնպես միացել են։ Մեր տեղեկատվական հանդիպման ձևաչափը մի քիչ կտարբերվի դասական մոդերացիայով վարվող հանդիպումներից, ավելի շատ մենք այստեղ ցանկանում ենք, որ գոլեգաները, մեր գործընկերները ավելի ազատ շփվեն իրար հետ, քննարկեն առհասարակ Iris Economy Accelerator ծրագիրը, թե իրենց ինչ է ներկայացնում Accelerator ծրագիրը, ում համար է, այսինքն բիզնեսի զարգացման որ փուլում գտնվող ձեռնարկատիրների եւ բիզնեսների համար է այս ծրագիրը, ինչ է դա տալու եւ ինչու են կոնկրետ այս մոդուլները մշակվել, ինչպես են մշակվել այս մոդուլները փորձագետների կողմից եւ դրանց փոխկապակցվածությունը միմյանց։ Այնպես որ երևի թե ամենաառաջի հարցս ուղեմ Նարինեին, որպեսզի նա ներկայացնի ինքը մասնագիտական տեսանկյունից, բացի այն, որ ինքը Iris-ի գործադիր տնօրենն է եւ ներդրումային պատրաստվածության փորձագետն է, ինքը ինչու է հենց ինքը ընտրվել այս Accelerator ծրագրի փորձագետների շարքում եւ որն է նրա մասնագիտական առանձնահատկությունները եւ այնուհետեւ կխնդրեմ նույն Ռուբենին եւ Գրիգորին ներկայացնեն իրենց եւ որպեսզի մեր ապագա մասնակիցները, ձեռնարկատիրները եւ բիզնեսները նույնպես հասկանան ովքեր են իրենց դասավանդելու եւ ինչ արժեքային առաջարկ է նրանք առաջարկում։ Այսքանը փոխանցում եմ խոսքս Նարինեին, համեցեք Նարինե։ Նատալի ջան, շնորհակալություն ներածական խոսքի համար, ողջունում եմ բոլորին, ովքեր միացել են այսօր թե Zoom-ով եւ թե մեր Facebook-ի ուղիղ հեռարձակմամբ մեր այսօրվա հանդիպմանը։ Ես Նատալին արդեն նշեց, որ մեր Accelerator ծրագրի շրջանակում ներդրումային պատրաստվածության մոդուլն եմ վարելու եւ ինձ թվում է պետք է սկսեմ նրանից, որ ներդրումներն ի սկզբանե իմ մասնագիտությունն են եղել։ Երբ ես դեռ շատ տարիներ առաջ, արդեն համարյա 20, վախենալու է հնչում, բայց համարյա 20 տարի առաջ պետք է ընդունվեի բուխ եւ մեր ժամանակ այնպես տողերով նշում էինք առաջի տողը, որ չընդունվեինք, չէինք ընդունվում անվճար, ինչ ասեն ստրեսային իրավիճակ էր, թե որը նշես առաջի տողը, որ քո միավորներով անցնես ընդունվես անվճար սովորելու։ Ես տնտեսագիտական համալսարանը հիմա կոչվում, այն ժամանակ Ժող ինստիտուտ, երբ որ գնացի, ուրիշ բան էի որոշել նշեի, մեկ էլ այնտեղ ինձ ասեցին, գիտեք, շատ նոր ու լավ բաժին ա բացվել արժեթղթերի շուկայի վերլուծություն եւ կառավարում, ներդրումների Հայաստանում լրիվ նոր,
շատ հետաքրքիր, շատ լավ բաժին է, ընդամենը երկրորդ տարին է, որ ընդունելություն է այդ բաժնում, ու ես նշեցի այդ բաժինը եւ սովորեցի այդտեղ, եւ այդտեղից սկսվեց ոնց որ իմ կապը ընդհանրապես ներդրումների հետ ու ներդրումների աշխարհի հետ։ Եվ հետո ամբողջ կյանքում էլ ես որտեղ որ աշխատել եմ, միշտ աշխատանքս կապված է եղել ներդրումների, ներդրումային պատրաստվածության երկու կողմերում եմ եղել, հա, եւ ներդրումներ տրամադրող կառույց, մասնագետ եւ ներդրումներ ստացող կառույց, էլի մասնագետ, այսինքն երկու դիտանկյունից էլ լիարժեք լավ ուսումնասիրել եմ եւ պատկերացնում եմ, թե ներդրումային պատրաստվածությունը ինչի մասին է։ Եվ ներդրումային բանկում եմ աշխատել, որտեղ մենք պարտատոմսերի թողարկումներ էինք կազմակերպում հայկական մեծ ընկերությունների համար, այնուհետև միջազգային կազմակերպությունում հենց մենք ինքներս միկրոֆինանսական ֆոնդ ունեինք, երբ որ մենք վարկային կազմակերպություններին եւ այլ միկրոֆինանսական կառույցներին այդ ֆոնդը տրամադրում էինք, որպեսզի իրենք տարբեր ծրագրեր անեին։ Եվ հիմա էլ Iris Business Incubator-ի շրջանակում կարծես էլի երկու գլխարկով եմ ես, հա, մի կողմից որպես կազմակերպության ղեկավար բնական է, որ մենք ինքներս մեր ֆոնդահայթայթումն ենք իրականացնում եւ ինքներս ներդրումներ ներգրավող ենք որպես կառույց եւ ես շատ հաճախ այդ գլխարկով եմ եւ որպես փորձագետ ես միշտ վարում եմ տարբեր դասընթացներ, ինչպես ներկայանալ ներդրողներին, ինչպես հասկանալ ինչ են ուզում ներդրողները, ինչպես պատրաստվել փիչինգին եւ այդ ամեն ինչը, այդ ամբողջ գիտելիքների եւ փորձի pašարը ես փորձել եմ ներդնել հենց մեր ակսելերատոր ծրագրի վերջին մոդուլում։ Ես առաջինն եմ ներկայանում, բայց իմ մոդուլը ըստ էության ամփոփելու է մեր 9 մոդուլներից բաղկացած շատ հետաքրքիր ծրագրի շարքը։ Իմիջիալոց Նայնե ջան, երևի ճիշտ է վերջից գալը, որովհետև մենք ցույց ենք տալիս վերջը որտեղ ենք հասնում, ու հետո քայլ առ քայլ հետ են գալիս, թե ինչից պետք է սկսել այդ վերջին հասնելու համար։ Երևի Այո, թե տենց ավելի ճիշտ է։ վերջում մեր մի նախադասություն էլ ասեմ եւ խոսքը փոխանցեմ արդեն Ռուբենին երևի։ Վերջը ոնց որ Ռուբենը նշեց, մեր փոխառությունների ֆոնդն է, Iris Business Incubator-ի փոխառությունների ֆոնդն է, որը մենք ստեղծել ենք շնորհիվ իհարկե մեր հիմնադիր կառույցների մեզ տրվել է այդ հնարավորությունը։ Մենք ստեղծել ենք հենց մեր ռեզիդենտ ձեռներեցների համար, հասկանալով, որ շուկայում վարկավորման հնարավորությունները սկսնակ բիզնեսների համար շատ սահմանափակ են, ինչքան էլ բանկերը խոսում են, որ արկա են ստարտափների, ՓՄԶ-ների ֆինանսավորման հնարավորություններ, մենք գիտենք, որ փոքր ձեռներեցները եւ մանավանդ սկսնակները միշտ խնդիր ունեն շուկայական պայմաններով օգտվելու այդ հնարավորություններից եւ մեր ֆոնդը մեր ծրագրերում սովորած ձեռներեցներին հնարավորություն է տալիս շուկայականից շատ ավելի լավ պայմաններով եւ շատ ճկուն մոտեցմամբ օգտվել այդ վարկավորման հնարավորությունից, որը կարծում եմ Հայաստանի համար բավական լավ հնարավորություն է։ Ահա։ Իմ պատմությունն էլ սկսում է Նարինեի նման։ Ուսանող ժամանակայից հետաքրքրվել եմ այս թեմայով։ Իմն էլ երևի 93 թվական է, արդեն 20 քանի տարի առաջ, 30 նույնիսկ կրկին ինստիտուտ ընդունվելուց առաջի ուղղությունը, որ իմ համար կար, դա միջազգային առևտրային հարաբերություններ, այդ թեման էր, միջազգային հարաբերություններ։ Ժող ինստիտուտում չեմ սովորել եմ պետական համալսարանում ու մեր ընդունելության տակ այդ միջազգային հարաբերություններ ֆակուլտետը վերանվանվեց տնտեսագիտություն, ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետ, ավարտել եմ ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետը։ Բայց ֆակուլտետում ուղղություններ էր բաժանում երրորդ կուրսից սկսած ու երրորդ կուրսից արդեն մասնագիտացված, խորացված մասնագիտացել ենք միջազգային տնտեսական հարաբերություններ։ Այդտեղից էլ սկսվեց իմ ամբողջ արտաքին առևտուր, արտահանում, ներմուծում, ընդհանրապես միջազգային տնտեսական կամ առևտրային հարաբերությունների հետաքրքրությունը իմ ամբողջ կարիերայում։ Կարիերաց կարելի է բաժանել երկու հատվածի՝ պետական հատված եւ մասնավոր հատված, մասնավոր խորհրդատվական հատված։ Պետականում իհարկե ինքը բավական հետաքրքիր է պետական հատված, երբ որ դու ներկայացնում ես պետությունը, փորձում ես պետության անունից բանակցություններ վարել կամ շփվել միջազգային գործընկերների, տարբեր կառույցների հետ ու բավականին մեծ հետաքրքիր փորձ կուտակել այդ դաշտում,
Ու հետաքրքիր փորձ կուտակվեց հենց առևտրի համաշխարհային կազմակերպության ծանոթման գործակալությունում եւ աշխարհի խոշոր պետությունների եւ ընդհանրապես մեծամասնություն պետությունների ներկայացված էր այդ կազմակերպությունում ու առևտրի կանոններ էին քննարկում, փորձում էին այդ կանոններով առաջնորդվել իրենց արտաքին տնտեսական հարաբերությունները ու ներկայացնել Հայաստանը, Հայաստանի անունից ծանոթություններ ուղարկել, այ երկրների ծանոթությունները ստանալ, քննարկել այդ ծանոթությունները բիզնեսների հետ։ Դա բավականին մեծ հետաքրքիր փորձի կուտակման շրջան էր։ Հետո արդեն երկրորդ հատվածը դա մասնավոր հատվածում էր եւ որպես խորհրդատու եւ որպես դասընթացավար, որովհետեւ հիշում եմ որ 2011-12 թվականներից սկսեցինք արտաքին առևտրի վերաբերյալ ու հատկապես արտահանում դեպի Եվրամիություն թեմայով դասընթացների շարքը։ Դա բավականին երկար արդեն 10 տարուց ավել ընդհանուր այդ թեմաներով այդպես տարի չի եղել ու այդ թեմայի մասին դասընթաց չանցկացնենք փոքր բիզնեսների համար հատկապես բացատրելով ինչ է եվրոպական շուկան, ինչպես պետք է հարմարվել այդ եվրոպական շուկային, ինչ պահանջներ կա, որտեղ ուսումնասիրել այդ պահանջները եւ այլն։ Ну, իմ մոդուլն էլ արտահանման պատրաստվածության մոդուլն էլ հենց գալիս հիմնվում է այդ ամբողջ բազայի վրա։ Ընթացքում էլ լրացենք իհարկե դրա մասին, թե ինչի մասին եմ ես խոսում իմ մոդուլում, բայց այդ ամբողջ գաղափարը նրանում է օգնել փոքր եւ միջին բիզնեսներին կամ բիզնեսներին լինել պատրաստված արտաքին շուկաներ դուրս գալու համար։ Ոչ միայն Եվրամիության շուկաներ, այստեղ խոսքը գնում է բոլոր տեսակի շուկաների մասին, եւ արաբական շուկաներ եւ հետսովետական երկրների շուկաներ, եվրոպական շուկաներ, որտեղ մոտեցումները գրեթե միևնույն են, աղբյուրները սովորելու կամ աղբյուրների տեղեկատվություն հավաքելու տարբեր են, բայց մոտեցումները գրեթե միանման են։ Ես ստեղ կանեմ, ասեմ որ մերս երբ որ ես մի քանի օր առաջ ուսումնասիրում եք մտածում եք թե ինչու ենք այս երեքով այստեղ առաջի մոդուլը քննարկում անցկացնում մոտ բան առաջացավ ախր արտահանման շուկաներ դուրս գալուց մեզ պետք են փող մեզ պետք են անհրաժեշտ ներդրումներ որպեսզի բիզնեսը պատրաստ լինի արտահանման արտաքին շուկաներում աշխատելու ու նաև ճիշտ վարել այդ ֆինանսական ռեսուրսները, արկա ռեսուրսները։ Նայն են կսովորացնի ու բացատրում է ոնց գումարներ բերել բիզնես, Գրիգորն էլ կբացատրի այդ գումարները ոնց ճիշտ ուղղորդել, որպեսզի կարողանալ արտահանման շուկայում լավ հաջողության հասնել։ Դե ես էլ ձեր համեստ ծառան մի թեթև կպատմեմ, թե ոնց դուրս գալ արտահանման շուկա։ Ռուբեն ջան, բացի արտահանման հենց շուկան, նաև առհասարակ նոր շուկաներ մուտք գործելու մասնա, չէ՞, խոսքը օրինակ եթե Անպայման։ մասնակիցը մի մարզից ուզում է նաև ընդլայնվի դեպի մյուս մարզ կամ տարածաշրջանում, դա նույն ձևաչափով է, չէ՞, գնալու։ Գրեթե միանման է, որովհետև ամեն դեպքում եթե Կոնցեպտուալ։ շուկա ես դուրս գալիս, պետքա կարողանաս հասկանաս, որ ինչ շուկա ես դուրս գալիս, հա։ Գաղափարը նման է։ Իհարկե արտահանման շուկաները իրանց նրբությունները ունեն, որտեղ կա դեռ լեզվի, մշակույթի եւ այլ տարբերություններ, բայց առաջի քայլ կատարելու մոտեցումը ու պատրաստվածության գնահատումը գրեթե միանման է։ Ահա։ Շատ լավ։ Գրիգոր ջան։ Գրիգոր ջան, ձայնս փոխանցում եմ քեզ։ Գրիգորն ինչպես Ռուբենը ես էլ ընդունվել եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, նորից էլ ընդհանուր տնտեսագիտությունը, բայց մեր ժամանակ արդեն ոնց որ թե 5 տարով չենք սովորում, այլ ես որ ընդունել եմ մեր ուսումնական տարի ուսումնական ընդհանուր ժամանակաշրջանը փոխվել է 5 տարուց անցել են 4 տարվա, բայց նաև 4 տարուց հետո նաև արդեն բուն մասնագիտացումը սկսում էր մագիստրատուրան, հետո նաև եթե ովքեր ուզում էին զբաղվել խորանային գիտության մեջ, նաև շարունակում էին ընդունում են ասպիրանտուրա։ Ես ընդունվեցի համալսարանը, ավարտվեցի, հետո ընդ որից հետո ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը ավարտելուց հետո ընդունվեցի նույն բուհի մագիստրատուրան,
Այստեղ նեղ մասնագիտացումը կառավարումն էր, բայց քանի որ ընդհանուր մագիստրատուրան ավարտելուց հետո հասկացա, որ ընդհանուր կառավարում կամ կառավարում մասնագիտությունը որպես այդպեսին ինքը ընդհանուր նեղ մասնագիտացում չի ապահովում, որոշեցի ասպիրանտուրան շարունակել ֆինանսների ուղղությամբ եւ ընդհանուր ասպիրանտուրայում իմ հետազոտությունների կարելի ասել ուղղությունը եղել է ներդրումային քաղաքականությունը եւ ներդրումների արդյունավետության գնահատումը։ Այսինքն բուն հենց մասնագիտությունը այդտեղ խորացել եմ գիտական մասով այդ ուղղությամբ, որը կարելի ասել հաջող ավարտելուց հետո ստացա տնտեսագիտության տեխնատուի կոչում, գիտական կոչում, կոչում թե աստիճան չեմ հիշում։ Ամեն դեպքում դրանից հետո պաշտպանելուց հետո շարունակեցի նորից նույն բոհում, որպես արդեն դասախոս եւ դասավանդել եմ հիմնականում դասավանդում այն առարկան, այն ուղղությունը, որը խորացել եմ, եղել է կառավարչական հաշվառում առարկան։ Կառավարչական հաշվառումը հիմնականում այն առարկան է, որը խորանում է ինքնարժեքի հաշվարկման մեջ, ինչպես նաև հանդիսանում է ընկերությունների բիզնեսի համար ֆինանսական պլանավորման եւ վերահսկողության sense կարևոր ուղղություններից մեկը, հա, կառավարչական հաշվառումը նաև խորանում է այդ ուղղությամբ։ Մինչ օրս դասավանդում եմ եւ նույն ժամանակ բուն արդեն պրակտիկ գործունեությունը սկսել եմ IT ոլորտի ընկերությունների, այնտեղ աշխատել եմ որպես ֆինանսական վերահսկող, ֆինանսական վերլուծաբան, հետագայում 2019 թվականի չեմ սխալվում դեկտեմբեր ամիսն ա եղել, արդեն միացել եմ Iris Business Incubator թիմին, որպես հաշվապահության փորձագետ, թիմի հետ իրականացրել ենք կարելի ասել մի շարք ծրագրեր, որտեղ դասավանդել եմ հաշվապահության դասընթացներ եմ վարել, այսպես ասենք։ Եվ մինչ այժմ, մինչ օրս կարելի ասել հաջող իրականացնում ենք բազմաթիվ չասեմ, բայց մի շարք ծրագրեր, այդպես ասենք, հա, բազմաթիվ կարելի ասել, որտեղ ծրագրերը շատ են ամեն դեպքում, իրականացրել ենք ծրագրեր։ Միևնույն ժամանակ կարող եմ նաև նշել հետևյալը, որ իր դասընթացներ են վարում նաև հաշվապահների որակավորման ծրագրերի իրականացման մասով, օրինակ կարելի ասել մի շարք հաստատություններում, օրինակ հաշվապահների պալատում եւ այլն, վարում եմ հաշվապահների որակավորման ծրագիրը, կառավարչական հաշվառում մոդուլը։ Երևի թե այսքանը իմ մասով։ Շնորհակալություն, Գրիգոր ջան։ Հիմա երևի ավելի շատ կարող ենք նաև անդրադառնալ ձեր դերակատարում հենց Accelerator ծրագրի շրջանակում։ Այո, մենք շատ տարատեսակ ծրագրեր ենք իրականացնում բիզնեսի զարգացման տարբեր փուլերում գտնվող ձեռնարկների համար։ Շատ են շփոթում մարդիկ, ձեռնարկները Accelerator-ի այնց ինչ է ներկայացնում եւ ինքը կոնկրետ որ զարգացման փուլում գտնվող ձեռնարկների համար է եւ բնականաբար նույն ֆինանսները, նույն ներդրումները, նույն նոր շուկաներ մոտ գործերը տարբեր զարգացման աստիճանի վրա գտնվող ձեռնարկների փուլերում տարբեր ձևով է ընկալվում։ Օրինակ ձեր պատկերացումները Accelerator ծրագրի վերաբերյալ դուք առաջին անգամ եւ որ լսեցիք եւ որ առաջին անգամ մենք ձեզ հրավիրեցինք մաս կազմելու Accelerator ծրագրին ձեր արձագանքը, ձեր առաջին միտքը որն էր ու առհասարակ հենց կոնկրետ Accelerator-ի մասնակիցներին դուք ինչ եք տալու եւ որն է այն շեշտադրումը, այսպես ասեմ, զարգացման այդ փուլում գտնվող ձեռնարկների համար այն շեշտադրումը, որը Accelerator-ի շրջանակում իրենք ստանալու են։ Նայել ջան, քեզանից սկսենք։ Ես սկսեմ, իրականում, երբ որ մենք բիզնես ինկուբատոր ենք, մենք մի քանի տարի արեցինք ինկուբացիոն ծրագրեր եւ հասկացանք, որ նաեւ հայկական շուկայում խոսում եմ ավելի շատ այդ ավանդական փոքր միջին բիզնեսների մասին, որի վրա մենք կենտրոնացած ենք, պակասում է հենց ակսելերացիոն ծրագիրը եւ Նատալին շատ ճիշտ նշեց, որ շատ հաճախ մեր ձեռներեցները դրանց տարբերությունն էլ չեն հասկանում, եթե շատ կարճ ես անդրադառնամ հա ինկուբացիան եւ ակսելերացիան թարգմանաբար այդ տերմինները միջազգային տերմիններ են, անգլերեն բառեր են, երբ որ մենք նաև նայում ենք դրանց բովանդակությանը, այսպես է։
Ինկուբացիան ինքը ավելի գաղափարի փուլում կամ սկսնակ փուլում գործող ձեռներեցների համար է ինկուբացնել բերում ենք ինչ որ սկսնակ բանը կամ դեռ չեղած բանը իր համար միջավայր ենք ստեղծում, որպեսզի ինքը կարողանա դառնա ինչ որ կենսունակ մի բան։ Երբ որ ինքը դառավ կենսունակ մի բան, արդեն աշխատում է, ինչ որ փորձ ունի, արդեն գալիս են աքսելերատոր ծրագրերը սովորաբար ամեն կազմակերպություն ինքն է սահմանում ինչ պահանջներ ունի, հա, ինկուբացիոն ծրագրի մասնակիցներից, աքսելերացիոն ծրագրի մասնակիցներից, բայց սրանք իրար հաջորդող փուլեր են։ Բիզնեսը պիտի ինչ որ բան արած լինի, որ աքսելերատորը, աքսելերացիան ինքը թարգմանաբար հենց արագացում է նշանակում։ Այդ փուլում արդեն իրենց պետք է արագացնել իրենց աճը, իրենք հասել են, իրենք գիտեն ինչով են զբաղվում, պետք է ինչ որ փոքր շտկումներ անել, արագացնել եւ գնալ առաջ։ Եվ հենց այդ նպատակով, քանի որ մենք արդեն ունեինք ինկուբացված շատ բիզնեսներ եւ տեսնում էինք խնդիր, որ կան մեծ պոտենցիալ ունեցող բիզնեսներ մեր մարզերում, Երևանում, կապ չունի որտեղ, Հայաստանով մեկ, որոնք շատ լավ աշխատում են, բայց իրենց ինչ որ մի բան կարծես խանգարում է մասշտաբավորվել, դուրս գալ արտաքին շուկաներ, մեծանալ, շատ ենք փորձել հարցումների միջոցով նաև վերհանել ինչն է խանգարում մեր մասնակիցներին այդ քայլին գնալ, հա, ինչի են իրանք սահմանափակվում, աշխատում են կարծես թե շահութաբեր են, նորմալ է, ամեն ինչ վատ չի, բայց ինչն է խանգարում, որ իրանք մեծանան, ընդլայնվեն, իրենք ունեն այդ պոտենցիալը։ Մենք որպես մասնագետներ տեսնում ենք այդ պոտենցիալը։ Եվ աքսելերատոր ծրագիրը մշակվել է հենց այդ թվում մեր ձեռներեցների շրջանում անցկացված բազմաթիվ հարցումների հիման վրա, իրենց կարիքները բավարարելու համար, ինչպես օգնենք իրենց այդ վախը հաղթահարել, իրենց ամբիցիաները ճիշտ ձևակերպել եւ մեծանալ, ընդլայնվել, մասշտաբավորվել։ Ես արդեն մի փոքր խոսեցի հենց, որ ես ներդրումային պատրաստվածության մասին եմ խոսելու, երբ որ մենք գալիս հասնում ենք արդեն այն կետին, որ մենք պիտի ներդրումներ ներգրավենք, նախ պիտի պատրաստ լինենք դրան, հա, պատրաստ լինենք, հասկանանք մենք ուզում ենք կիսենք մեր պատասխանատվությունը ինչ որ մեկի հետ, թե դեռևս եւ ռիսկերը եւ պատասխանատվությունը եւ շահույթը ամեն ինչը մեզ ենք պահում։ Այսինքն ներդրողների եւ ներդրումների ինչ տեսակներ են մեզ հարմար։ Ինչպես մոտենալ ներդրողներին, տարբեր ներդրողներին, ինչ տեսանկյունից, իրենք ինչ են ուզում, երբ որ մենք գնում ենք իրենց մոտ ներդրումներ ներգրավելու, այդ ամեն ինչի շուրջ մենք փորձելու ենք միասին համակարգել այն ամբողջ գիտելիքները, որ բնական է, բոլորդ էլ սկսնակ չեք, արդեն գործող բիզնեսներ եք, կարծում եմ, որ արդեն առնչված կլինեք նաև տարբեր ներդրողների հետ, կփորձենք համակարգել այդ գիտելիքները, հասկանալ ոնց ճիշտ դիտանկյունից մոտենանք ներդրողներին, ինչ ինֆորմացիա է պետք, ինչ փաստաթղթերի փաթեթ է պետք, շատ կարևոր է, հա, այդ due diligence-ի process-ում մենք պիտի նախապես ունենանք պատրաստի մի հսկայական փաստաթղթերի փաթեթ, երբ որ հսկայական ասում եմ, այդ վախենալու չի, հիմնականում մենք այդ ամեն ինչը ունենք, խնդիրը դրանք համակարգելու եւ ճիշտ ներկայացնելու մեջ է, հա, այնպես չի, որ մենք չգիտենք մեր վաճառքի ծավալները, չգիտենք մեր շահութաբերության շեմը եւ այլն, բայց այդ ամեն ինչը ինչպես ճիշտ համակարգել եւ ճիշտ ներկայացնել կոնկրետ տվյալ ներդրողին, այդ մասին ենք մենք խոսելու։ Ինչպես ճիշտ փիչ անել, հա, փիչինգի հմտությունները այս փուլում արդեն, երբ որ մենք հասուն բիզնես ենք, բայց էլի աճի խնդիր ունենք։ Ինչպես ճիշտ փիչինգը կազմակերպել, ինչպես հետո այդ հարաբերությունները կառավարել ու պահպանել, շատ դժվար է, հեշտ չի, երբ որ ներդրումը ստանում ենք, մի մեծ աշխատանք էլ այդտեղ է սկսվում, թե ինչպես մեր հարաբերությունները ճիշտ կառուցենք ու պահպանենք այդ ներդրողի հետ։ Եվ կապ չունի, սկսած դրամաշնորհից, վարկից, կապիտալում ներդրումից, այդ բոլորը ներդրում է եւ պահանջում է ջանքեր կազմակերպությունից։ Իմ մոդուլը մոտավորապես այդ բոլոր հարցերի շուրջ է լինելու, իհարկե մեր ժամանակը անվերջ չի, սահմանափակ ժամանակում մենք փորձում ենք խտացված կերպով ներառել այդ բոլոր գիտելիքները, բայց նաև մեր այս աքսելերատոր ծրագիրը հնարավորություն է տալիս եւ հարց ու պատասխանի սեսիաներ ունենալ մասնագետների հետ եւ մենթորների հետ սերտ աշխատանք ունենալ եւ ինքը շատ անհատականացված է, այսինքն ամեն բիզնես, որը որ մասնակցելու է ծրագրին, ինքը իր զարգացման պլանն է մշակելու, իր ներդրումային, իր արտահանման ծրագիրն է մշակելու եւ այդ առումով նաեւ այդ անհատականացվածությունը ինձ թվում է մեզ առանձնացնելու է։ Իդեպ Նայնե ջան,
Ներդրումների մասին որ խոսում ենք ոչ միայն այնպիսի ներդրումների մասին, որոնք պետք է կազմակերպությանը ծավալներ ընդլայնելու կամ արտադրանքի քանակը ավելացնելու համար, այլ նաև շուկաներ դուրս գալու համար, որովհետև շուկա դուրս գալու համար ինչքան կարևորը մարդկային ռեսուրսներն են կարևոր, նույնքան կարևոր են նաև ֆինանսական ռեսուրսները։ Շուկա դուրս գալիս չեմ ասում մի անգամ ցեցեմ ապրանքը վերցնել ու գնալ շուկա, չգիտեմ, Ռուսաստան կամ գնալ Միացյալ Նահանգներ, ասել եկել եմ ապրանքս վաճառելու։ Միջև գնալը բավականին աշխատանք կա կատարելու, կա շուկա ուսումնասիրություն, կա պատրաստվածության գնահատում, կա արտադրական process-ների վերափոխում, չէ՞ որ այլ շուկաներում կան այլ պահանջներ, փաթեթավորման այլ պահանջներ, բրենդինգի այլ պահանջներ, մակնշման այլ պահանջներ, քան հայկական շուկայում են։ Ու այդ ամեն ինչին հարմարացնելու համար պետք է որոշակի արտադրական process-ներ բարեփոխել, փոփոխել, վերանայել, նոր տպագրություն ունենալ, իսկ փոքր ձեր բիզնեսի դեպքում շատ դեպքում կարող գումարը չբավարարի այդ ամբողջ գործողությունը կատարել, դեր գալու է ներդրումների անհրաժեշտությունը։ Մեծ կամ փոքր դա էական չի, բայց աշխատանքը պետք լինելու, գումարներ գրավել, այդ գումարով վերափոխել արտադրական process-ը, մարքեթինգը ուժեղացնել, դրսում էլ կամ ցանկացած այլ շուկայում գործելու համար մարքեթինգ է պետք անել, գովազդ է պետք անել, պետք է գնորդներին հետաքրքրել ձեր արտադրանքի մասում, ու առանց ֆինանսական միջոցների դժվար է լինելու դա անել։ Ձեր ներդրումներն էլ, այսինքն ներդրումները մենք ասել ենք նկատի չենք ունենում միայն զուտ արտադրական ծավալների ընդլայնման ուղղված ներդրումները, այլ շուկա դուրս գալու համար անհրաժեշտ ներդրումները։ Բայց գամ իմ ասած, ուրեմն միշտ բիզնեսների հետ երբ որ խոսում ենք, անցած շաբաթ էլ Գորիսում փոքր բիզնեսների հետ քննարկում էինք, արդեն գործող բիզնեսների հետ, սկսնակում արդեն մի քանի տարվա գործունեություն իրականացնում բիզնեսների հետ ենք քննարկում, ու իրանք միշտ ասում են ծավալների մասին, երբ որ խոսում ենք շուկայի, դե ասում են մենք մեր շուկան այսքանն է, այսքան շուկայից ավել չենք պատկերացնում, որ արտադրանք կարողանանք վաճառել, ու միշտ այդ բիզնեսների հետ ես ասում եմ Ժորժ ջան, ձեր շուկան ձեր տարածքը չի, ձեր տարածաշրջանը չի, կամ ձեր քաղաքը չի։ Երբ որ դուք ավելի լայն եք մտածում, ձեր շուկան 8 միլիարդ բնակչություն ունեցող երկրագունդն է, հա, լայն մտածեք։ Որ դուք լայն եք մտածում, ձեր բիզնեսի հնարավորությունները ավելի են լայնանում, ավելի են ընդլայնվում, դուք կարողանում եք ավելի մեծ հաջողությունների հասնել։ Մեր շատ բիզնեսներ էլ Հայաստանում շատ բիզնեսներ կան, որ ասում են, դե հայկական շուկան փոքր է, մենք այսքան շուկայում հազիվ այսքան կարողանանք։ Չէ, Ժորժ ջան, շուկան մեծ է։ Պրոստը պետք է կարողանալ գտնել ոնց գնալ այդ շուկան, ոնց մտնել այդ շուկաները, ոնց գտնել այդ գնորդներին։ Այս ծրագիրն էլ ինձ բավականին հետաքրքիր է, հնարավորությունը տալիս է, որովհետև մենակ 3 հոգի չենք այս ծրագրի շրջանակներում, այնքան ինֆորմացիա է ձեզ տրվելու, որ իրոք հայկական շուկան կամ ձեր մարզի շուկան ձեզ թվալու է շատ սահմանափակ, շատ նեղ, շատ փոքր, բում, ուզենալու եք աճել, ընդլայնվել։ Նույն արտահանման թեման էլ շատ ինքը հետաքրքիր կարևոր թեմա է, որովհետև նոր շուկաները դա նոր հնարավորություններ են, նաև գիտելիք ստանալու նոր հնարավորություններ են։ Մենակ ինչ որ ապրանք եք տանելու վաճառել եք եկամուտ եք ստանալու եք գիտելիք, նորարարություն, որ հայկական շուկայում կարող է եւ չկա այդ նորարարություն, կամ ձեր մարզի շուկայում այդ նորարարությունը չկա, բայց նոր շուկայում կա, որ դուք բերելու եք, օգտագործելու եք ավելի հզորանակ, ավելի մեծ կարողություններ ունենաք ու բավական հետաքրքիր դարձնեք ձեզ եւ ձեր արտադրանքը։ Սա է արտահանման մոդուլի ամբողջ թեման, որ մենք իհարկե եւ տարբեր նյութերի ձևով ենք ներկայացնելու ու հետո մեթոդության շրջանակներում փորձելու ենք խոսալ։ Բայց ամեն ինչ սկսվելու է ինքնագնահատումից։ Ես պատրաստ եմ արդյոք մեկ քայլ առաջ կատարել ու գնալ նոր շուկա։ Այստեղ է որ գալիս է եւ մտածելակերպի խնդիրը, եւ ֆինանսների խնդիրը, եւ աշխատուժի մասնագիտական կարողությունների առկայության խնդիրը, մասնագետների առկայության խնդիրը, ու ոնց անեմ, որպեսզի ես կարողանամ այս ամեն ինչը փոխել ու մեկ քայլ առաջ կատարել։ Դա շատ կարևոր է բիզնեսի զարգացման համար, այս ծրագիրն էլ դրա մասին է,
մեկ օգնել բիզնեսներին քայլ առ քայլ առաջ գնալ, զարգանալ, ընդլայնվել ու իրենց մասին տեղեկացնել աշխարհին։ Ես չեմ ասում միայն Հայաստանին կամ հայ գնորդին, աշխարհին։ Այսօր այնպեսի մեծ հնարավորություն է, dass 90-ական թվականներին, երբ որ մենք սովորում ենք, այս հնարավորությունները չկար։ Ես ինստիտուտը որ սկսեցի տնտեսագիտությունը սովորելու, մենք երկու գիրք կարողացանք գտնել, ընդհանուր տնտեսության։ 2010-ականներին էլ չկար, Ռուբեն ջան։ Այո, մենք գիրք ենք արտացել, որպեսզի բան սարք։ Այսօր այս ինտերնետ հասանելիությունը բավական մեծ ուժ է, որ կարողանաք դուք ներկայանաք ամբողջ աշխարհում։ Ես դրա համար եմ ասում, ամբողջ աշխարհն է, 8 միլիարդ բնակչություն է ձեր շուկան, այլ ոչ թե Սյունիքի մարզը կամ Տավուշի մարզը կամ Երևան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետությունը։ Ամբողջ աշխարհը ձեր ոտի տակ է, որ պետքա sense գնալ ու գրավել այդ ամբողջ աշխարհը ու չսահմանափակվել։ Հարցեր մի հատ էլ հարց ես բարձրացնեմ կոնկրետ արտահանման հետ կապված եւ որ յուրաքանչյուր ձեռներից պետքա այդ հարցը ինքն իրեն միշտ է արդյոք առհասարակ արտահանումը իր համար է եւ երրորդ հարցը ես գիտեմ ինչ ասել է արտահանում Ռուբեն ջան շատ ենք մենք առնչվում ձեռներեցների հետ ու ես անձամբ իմ փորձով եմ կիսվում շատ ձեռներեցներ իրանք օգտագործում են արտահանում տերմինը առանց ընկալելու դրա գործառնական բունի իմաստը արտահանում ասելով նրանք հասկանում են չգիտեմ Կրասնոդար իրենց բարեկամի ծանոթի հարևանի չգիտեմ խանութում մեկ անգամ կամ երկու անգամ ինչ որ պարտիա ուղարկելն են դա համարում արտահանում արի մի քիչ խոսենք կամ մեկ հակիրճ փորձի նկարագրել ներկայացնել ինչ ասել է արտահանում եւ նաեւ արդյոք այս մոդուլին, այս ակսելերատոր ծրագրին մասնակցելով ձեռներեցը այսպես թե այնպես կգային եզրահանգման, որ արտահանումը այո իր համար է կամ ոչ իմ համար չէ, իմ համար չգիտեմ, կողքի մարզ նոր շուկա մտնելն օրինակ։ Նատալ ջան, սենց ասեմ։ Ես չէի սա հարցը սենց չէի դնի, արտահանումը իմ համար է, թե չէ։ Արտահանումը իմ համար է։ Հա, անկախ նրանից ես միայնակ բիզնեսմեն եմ, թե ունեմ 10 աշխատակից, հա, միջին բիզնես եմ, արտահանումը իմ համար է։ Որտեղ այսօր արկա հնարավորություններով մենք միշտ էլ արտահանում անում ենք։ Իսկ շուկայական մրցակցությունը եւ Հայաստանում սահմանափակ քանակները ասեմ դրանք վախենալու չեն։ Դրանք բոբո չեն, դինոզավր չեն, վախենալու կենդանի չեն։ Մի քիչ իմացություն, մի քիչ պրպտելու ցանկություն ու ճկունություն եւ դրանք լրիվ հաղթահարելի են։ Իհարկե որոշակի խորհրդատվության կարիք է թե ինչպես պետք է անել դա, որտեղից այդ ամբողջ տեղեկատվությունը հավաքագրել։ Հա, որովհետեւ շուկայում պետք է որոշես որ շուկան ես դու գնում։ Վերսենս ասես ես ասում եմ 8 միլիարդ շուկա գնորդ կա ամբողջ աշխարհում ու էլեկտրոնային առևտրով կարելի է այդ 8 միլիարդին շատ հեշտությամբ հասնել բայց արդյոք այդ 8 միլիարդից չգիտեմ Ինդոնեզիայի բնակիչը կհետաքրքրվի քեզ այնց այդ ապրանքը առնել կամ քո ապրանքը Ինդոնեզիայի համար է նախատեսված այստեղ է որ պետք է կարողանաս թիրախավորես որ շուկան է որտեղ ես դու ուզում գնաս այստեղ է գալիս իմ պատրաստվածության գնահատումը եւ ինչ պետք է անեմ ես որ ավելի պատրաստ լինեմ եւ հետո արդեն գալիս է շուկայի հետազոտության էլեմենտը թե որ շուկան վերցնեմ իմ համար թիրախային շուկան որպեսզի ես գնամ Իսկ ես որպես մասնակից մասնակցելով ձեռնես մասնակցելով քո մոդուլին ես կստանամ այն գործիքակազմը որով կկարողանամ կողմնորոշվել ճիշտ վերլուծել ճիշտ թիրախավորել կոնկրետ իմ թիրախ շուկան ճիշտ եմ հասկանում Հա իհարկե ամբողջությամբ կար ժամանակում հնարավոր չլինի բոլոր գործիքները տալ ու ամբողջությամբ պատրաստել մարդուն բայց հենց մոդուլը սկսում է ինչքանով եմ ես պատրաստ հա ինքնագնահատմամբ ես արդյոք պատրաստ եմ արտահանման եւ ինչ հարցերն են որոնք ինձ կօգնեն հասկանալ ես պատրաստ եմ արտահանման թե չէ մի քանի հարցեր իհարկե ես ներկայացնում եմ մոդուլի ընթացքում ավելի մանրամասն կամ ավելի
մասնագիտական աշխատելու ժամանակ դա կարողանանք հարցերը դուրս բերել ու հարցերի պատասխաններ գտնել։ Բայց հենց ինքնագնահատման հարցաթերթով թվարկած հարցերը բիզնես կարողանալու է գնահատել ինքը պատրաստ արտահանման թե չէ, ու արտահանում իրան ընդհանրապես հետաքրքրում է թե չէ։ Հետո արդեն հաջորդ քայլերը մոդուլները ես տալիս եմ գործիքները, ես տալիս եմ էջերը, որտեղից ինքը կարա գտնի ու սկսի շուկայի հետազոտությունը իրականացնել, որ շուկան իր համար կարա լինի թիրախային, այդ շուկաների միջի վրա պետք է ինքը ուշադրություն դարձնի, ինչ տեղեկատվությունը որտեղից գտնի, հա, որ ինքը կարողանա արդեն ընտրություն կատարել։ Սովորաբար փոքր եւ միջին բիզնեսի համար մենք խորհուրդ ենք տալիս մինչեւ 3-ից 5 շուկա դիտարկել։ Ավելի մեծ շուկաներ պետք չեն, որովհետեւ ինքը կարողանա հեշտությամբ քայլ առ քայլ այդ շուկաները գնա ու գրավի այդ շուկաները։ Այդ մոդուլով տալիս եմ այդ գործիքակազմը, ինքը որտեղից կարա այդ շուկաների մասին տեղեկատվություն գտնի, ամբողջական տեղեկատվություն, շուկան ուր է գնում, որ ապրանքների մասով ինչպիսի վիճակագրություն կա, որ ապրանքների մասով ինչպիսի պահանջներ կան, որտեղ շատ կարևոր է շուկա մտնելուց առաջ իմանաս ինչ պահանջներ կան։ Ու հետո նաև հաջորդ մոդուլով թե ոնց դուրս գաս այդ շուկա, ինչպիսի փաստաթղթեր են քեզ պետք, որպեսզի դու ապրանք վերցնես, գնաս հասնես այդ շուկա։ Ինչ մեխանիզմներ կան։ Ու մենք հենց հիմա խոսում ենք կոնկրետ երկու ոլորտների մասին, դրանք գյուղատնտեսություն, գյուղարտադրանք եւ տուրիզմ եւ հյուրընկալություն։ Մի հատ էլ հարց եմ ուզում քեզ տալ, Ռուբեն, կոնկրետ արտահանման մասով, դա տուրիզմ եւ հյուրընկալության ոլորտի արտահանում ասելն է, որպեսզի մեր ձեռնեսներն էլ մենք հաճախ ենք ստանում այդ հարցը, ինչ ասել է տուրիզմի ոլորտում արտահանել։ Տուրիզմի արտահանումը դա ծառայությունների արտահանումը ու բավական ծառայությունների արտահանումը տարբերվում է ապրանքների արտահանումից, հա, եթե դու ապրանքների արտահանման ժամանակ ապրանքը վերցնում ես, տանում ես այդ շուկային վաճառում ես, նյութական է ինքը, ծառայությունների առևտուրը ինքը նյութական չի։ Դու վաճառում ես ոչ նյութական արտադրանք, որը ներգրավում են գնորդներ այլ երկրներից։ Մի քիչ բարդ բացատրեցի, բայց հենց ասեմ։ Զբոսաշրջական արտադրանքի արտահանումը դա զբոսաշրջիկների ներգրավումն է Հայաստան, գալն է Հայաստան։ Երբ որ իրան գալիս են Հայաստան, օգտվում են ձեր ծառայությունը, դուք արդեն արտահանում եք իրականացրել։ Հա, օրինակ հյուրատունը, եթե մարդ է գալիս հյուրատուն դրսից, օտարերկրացի, նշանակում է այդ հյուրատունը իրականացրել է արդեն ծառայությունների արտահանում։ Այլ ոչ թե տվյալ անձի գնալն է այլ երկրի հյուրատնում կամ այլ տուրիստական վայրերում ժամանակ անցկացնել։ Հա, ապրանքի ու ծառայության արտահանման տարբերությունները հենց դա են։ Եթե քեզանից ապրանք են գնում, դու ես ապրանքը տանում հասնում այլ երկիր, դա ապրանքի արտահանումն է, երբ որ գնորդն է գալիս այստեղ քեզանից վերցնում այդ ծառայությունը, դա ծառայության արտահանում։ Տվյալ դեպքում զբոսաշրջության։ Մենք հարց ունենք, ծառայությունն ու արտադրանքը բանը, չէ, ծառայության առավելությունը որն է, որ հենց արտադրվում է միանգամից սպառվում է, չէ։ Չի պահեստավորվում եւ այլն, այսինքն հենց արտադրվում է միանգամից սպառվում է։ Գրիգոր ջան, մի հատ այսպեսի հարց տամ, նույն Նայնեն ասաց, որ ձեռնեսների շրջանում մենք 400-ից ավել ձեռնեցություն ենք մեր ռեզիդենտների համայնքում եւ բացի այդ դրանից զատել մենք ձեռնեսների էկոհամակարգի մեջ շատ ակտիվ ենք եւ շատերի հետ ենք շփվում ու շատ պարզ է մեզ համար, որ ձեռնեսների մի ստվար զանգված կա, ովքեր մտավախություն ունեն ու խուսափում են ներգրավել ֆոնդեր, ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի գործում ընդլայնվեն, վախում են, մտավախություն ունեն, չեն վստահում բանկային համակարգերի հետ գործընթացներին եւ այլը, ու խնդիրներից մեկը հենց այդ ֆինանսական կառավարման, ֆինանսական գրագիտության թերացումն է ու բացն է։ Դրան ինչպես դուք արձագանք ես։
Այսինքն, եթե ես որպես ձեռներեց գիտակցեմ, որ ես ունեմ դրա բացը, ամեն դեպքում ընդլայնման շեմին կանգնած կամ դրա նպատակը հետապնդելով ես գիտեմ կամ գիտեմ, որ ես ունեմ դրա բացը, այսինքն եթե իմ բիզնես ֆինանսական գրագիտությունը ես բարձրացնեմ, իմ ինքնավստահությունը նույնպես կբարձրանա, եւ ես կարողանամ ճիշտ հաշվարկներով գումար ֆինանսներ ներգրավեմ։ Ճիշտ է։ Այո, իրականում նման խնդիր կա, ֆինանսական գրագիտության բացի խնդիր կա, բայց ամեն դեպքում ոնց որ թե արդեն բիզնեսը ձեռներից է հասկանում, որ պետք է ուժեղացնել նաև իրանց ֆինանսական բլոկը, ֆինանսների կառավարման մասը։ Իրականում այստեղ խնդիրը հետևյալն է, որ բիզնեսը պետք է կարողանա գնահատել ներդրումների արդյունավետությունը։ Այսինքն, եթե մենք թեկուզ վարկ ենք վերցնում եւ այդ վարկային միջոցներով փորձում ենք ներդրումներ կատարել, արդյոք այդ ներդրումը, որը կատարել ենք տվյալ պրոյեկտում, կլինի արդյունավետ։ Այսինքն արդյունավետ ասելով ի նկատի ունենք հետևյալը՝ կապահովի անհրաժեշտ հատույցը։ Հետևաբար, այսինքն անհրաժեշտ հատույցը, որ դու կկարողանաս ծածկել քո վարկային տոկոսները, հա, կապիտալի ներգրաված կապիտալի հետ կապված ծախսերը եւ միևնույն ժամանակ ստանաս լրացիչ շահույթ։ Սա բիզնեսը պետք է կարողանա հաշվել, գնահատելով իր ապագա հոսքերը եւ այլն։ Միևնույն ժամանակ այստեղ ցանկացած ներդրողի տեսանկյունից է կարևոր է արդյունավետությունը գնահատել, օրինակ որ պրոյեկտում ներդրում կատարենք, որը ավելի շատ հատույց կապահովի բիզնեսին։ Այսինքն միգուցե ընդհանրապես պետք չի այդ պրոյեկտի մեջ ներդրում կատարել, օրինակ, քանի որ այդ ներդրումի այդ պրոյեկտի հատույցը ավելի ցածր է լինելու, քան օրինակ ենթադրենք, եթե գումարը ավելի պարզ, ավելի ոչ ռիսկային, օրինակ միջավայրում ներդրում կատարենք, ասենք օրինակ կարելի է այդ գումարը ենթադրենք ներդրում չկատարել ինչ-որ պրոյեկտում, այլ օրինակ բանկային ավանդի տեսքով եկամուտներ ստանալ։ Այսինքն բիզնեսը պետք է կարողանա հասկանալ, թե այդ ներդրումը վերջնական արդյունքում որ կատարում է, ինչ հատույց իրեն կապահովի։ Եվ սովորաբար այսպես է գնահատվում, որ հատույցը պետք է լինի ավելի բարձր, քան ամենաոչ ռիսկային ֆինանսական գործիքներում կատարված ներդրումներն։ Այս գնահատականները պետք է բիզնեսը կարողանա կատարել։ Եվ դրա համար բնականաբար պետք է լրացիչ ֆինանսական գրագիտություն, որը բնականաբար մենք մեր մոդուլի, մեր դասընթացի շրջանակներում կտրամադրենք մեր մասնակիցներին։ Մերսի Գրիգոր ջան։ Միևնույն ժամանակ նաև մի բան էլ ավելացնեմ, օրինակ բիզնեսի տեսանկյունից նաև շատ կարևոր է հաշվարկել օրինակ իրենց ինքնարժեքը։ Շատ բիզնեսներ նույնիսկ սա եւս չեն կարողանում հաշվարկել։ Այսինքն իրանց թողարկված արտադրանքի ինքնարժեքը ինչքան է, այսինքն եթե մեկ ուրիշ նույնիսկ եթե մենք արտահանում իրականացնենք, ամեն դեպքում պետք է հասկանալ, չէ՞, թողարկված արտադրանքի ինքնարժեքը ինչքան է, եւ այդ շուկայում, որ դուրս ես գալիս այլ շուկա, արտահանում ես X երկիր, տվյալ շուկայում դու մրցունակ ես, թե ոչ, այդ թողարկված արտադրանքի ինքնարժեքով։ Սա եւս կարևոր է բիզնեսի համար, ու այսօր շատ բիզնեսներ չեն կարողանում արժանահավատ ինքնարժեքի հաշվարկ իրականացնել, այսպես ասած։ Այ Գրիգորը շատ լավ բան ասաց, ուզում եմ դրա մասին խոսել, բայց Գրիգորը հենց ասաց ինքնարժեքի հաշվարկում ես շատ բիզնեսներ գիտեմ, շատ եմ հետները շփվել ու այսօր էլ երբ որ ասում են ես ապրանքս արդեն հանում եմ շուկա, Ժորժ ջան, ինքնարժեք հաշվարկել եք, ախը արտադրանքը շուկա հանելով դուք արդեն գնորդի մոտ ձևավորում եք տվյալ արտադրանքի գնի մասին պատկերացում, ձեր արտադրանքի գնի մասին պատկերացում, հա, հետո որ սկսում եք գումարը ստանալ, պարզում է որ շահույթ չունեք, vagy մինուսով եմ գնում կամ չի ստացվում կամ շահույթս քիչ է, դա գալիս այն պատճառով որ ինքնարժեքը չեք հաշվարկել։ Հետո ուշացած սկսում են բիզնեսների ինքնարժեքը հաշվարկել ու մտածում են, բայ այս ապրանքս էժան եմ հանել շուկա, սկսեմ գինը փոխել ու դա գնորդի մոտ արդեն բացասական տրամադրվածություն առաջացնում։ Դրա համար ամենաառաջի քայլը կատարելուց առաջ ճիշտ է ինքնարժեքը հաշվարկելը, որպեսզի իմանաս թե ինչ գնով ես մտնում շուկա։ Ինձ թվում է նույնիսկ խոշոր բիզնեսները այդ խնդիրը ունեն Հայաստանում, միայն փոքրերին չի վերաբերվում։ Իրականում այդ լուրջ խնդիր է Հայաստանում ու նաև դրսի շուկայում էլ դուրս ես գալիս X շուկա, նայում ես ընդեղի գները, որոշում ես որ այդ գներով դու պիտի գնաս դե վաճառես որ մրցակցային լինի, բայց հետո պարզում է որ չէ, ես քաշվեցի, իմ սա եղած խնայողությունից բաներս էլ ծախսեցի այդ շուկայում ոչ մի հաջողության չհասա։
Ես այս որտեղ խնդիրը մի ուրիշ խնդիրի հետ էլ եմ ուզում կապեմ։ Ճիշտ է, ես մեր մասնակիցներին նաև հորդորում եմ միանալ մեր մյուս փորձագետները խոսում են շարքին։ Նարեկ Ալեքսանյան հաստատ ավելի մանրամասն սրան կանդրադառնա, բայց նաև մեծ խնդիր է թիմ հավաքելը։ Մենք շատ ենք այսօր խոսում պատրաստվածություն բառի շուրջ, արդյոք մենք պատրաստ ենք արտահանման, մենք պատրաստ ենք ներդրումների, բայց մենք որպես բիզնես պատրաստ ենք նոր թիմակիցներ ներգրավել, նոր մասնագետներ ներգրավել, վստահել իրենց, ինչ որ ֆունկցիաներ դելեգացնել, որովհետև առանց դրա մեծանալ, խոշորանալ, մասշտաբավորվել անհնար է լինելու։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք դուք հասկանաք ֆինանսներից, դուք ասելով մենք բիզնեսը նկատի ունենք, նկատի չունենք անձին որպես հիմնադիր։ Շատ կարևոր է, որ ճիշտ պահին դուք կարողանաք հասկանալ, որ այ հիմա ճիշտ պահն է, որ ես ներգրավեմ ֆինանսիստ, այ հիմա ճիշտ պահն է, որ ես ներգրավեմ վաճառքի մասնագետ, այ հիմա ճիշտ պահն է, որ ես, չգիտեմ, պիտի մեծանաք, եթե դուք ուզում եք մասշտաբավորվել, նաև պիտի պատրաստ լինեք ձեր թիմը մեծացնել, ձեր պատասխանատվությունը կիսել, այդ դելեգացնել, հանձնարարել եւ վստահել շատ դժվար է։ Ղեկավարի համար ամենադժվար գործերից մեկն է դա, բայց կարծում եմ հենց այս մեր ակսելերատոր ծրագրի շրջանակում նաև այդ ամեն ինչին մենք անդրադառնալու ենք, թե ինչպես դա ճիշտ անել, որ դա չխանգարի բիզնեսի աճին, այլ օգնի, բայց առանց դրա հնարավոր չի։ Միջև հարցերին անդրադառնալն այն է, մի հատ էլ հարց քեզ տամ, մեր շրջանառու ֆոնդի մասով, բնականաբար ակսելերատոր ծրագիրը մենք առաջին անգամ ենք այս ձևաչափով իրականացնելու։ Մեր առաջի փորձը իհարկե պիլոտային փորձը դեռ 22 թվականին ենք Impact AIM ակսելերատոր ծրագրի հետ արել, դրանից լիքը սովորած դասերն ենք ոնց որ սովորած դասերի հաշվին այդ թվում շնորհիվ ենք նաև զարգացրել այս ծրագիրը, բայց հիմա ես մի քիչ կողք եմ դնում ակսելերատոր ծրագիրը, անդրադառնում եմ մեր այլ ծրագրերին, մասնավորաբար ինկուբատոր ծրագրին, որի շրջանակում մեր ռեզիդենտները բնականաբար հաջողությամբ իրենց բիզնես պլանը ներկայացնելու արդյունքում նաև հնարավորություն են ունենում դիմելու եւ հասանելիություն են ունենում իրիս բիզնես ինկուբատորի շրջանառու ֆոնդին, որը հենց ակսելերատոր ծրագրի հենց ներդրումային ֆոնդեր ներգրավելու ռեսուրսը հենց մեր շրջանառու ֆոնդն է հանդիսանալու։ Մենք պատմություն ունենք, որ մեր ռեզիդենտները, որոնք աճի, ընդլայնման եւ զարգացման այս փուլում գտնվողները չեն այդքան, որքան ստարտափ եւ նոր սկսնակ եւ զարգացման փուլ բռնած ձեռնարկները, ու մենք տվյալներ ունենք, որ հետ վերադարձման տոկոսները մեզ մոտ բավականին բարձր են, եթե ոչ 100%-ով վերադարձնում են։ Դրան եմ ուզում դու անդրադառնաս, որ նույնիսկ այդ փուլում գտնվող ձեռնարկները, բիզնեսները կարողացել են օգտվելով ներդրումային միջոցներից 100% վերադարձնելիություն ապահովեն, ճիշտ եմ, չէ՞։ Ֆիքսում։ Այո, շատ ճիշտ է եւ երբ որ մենք նոր այդ քննարկումները տանում ենք, երբ որ իրիս բիզնես ինկուբատորը դեռ նոր էր հիմնադրվել, արդյոք փոքր բիզնեսները, միկրո բիզնեսները, ինչ որ առումով խոցելի բիզնեսները, որովհետեւ մենք որպես ինկուբատոր նաեւ տնտեսական ինտեգրման կարիք ունեցող շատ ձեռներեցների հետ ենք աշխատում, կարող են վարկ վերցնել, մարել։ Մենք մեր փորձով, մեր մշակած մեխանիզմների միջոցով դեռևս 2020 թվականին 2021 են ամենադժվար հետ-կովիդյան, հետ-պատերազմյան հայկական իրականությունում, երբ որ շատ բիզնեսներ փակվում էին, խնդիրներ ունեին, վերապրոֆիլավորվում էին, մենք ցույց տվեցինք, որ այո, բիզնեսները, եթե ստանում են այդ գիտելիքների պաշարը, ինչպես կառավարել այդ ներդրումները, իրենք կարողանում են շատ նորմալ, գրագետ վերցնել այդ վարկը, իրենց ֆինանսական կանխատեսումները դրան համապատասխան իրականացնել եւ մարել։ Մենք դա նաև կարծես սովորեցրեցինք մեր գործընկեր բանկին, սովորեցրեցինք ինչ առումով, բանկերը միշտ ավելի ռիսկի նկատմամբ ավելի զգուշավոր են, իրենք շատ խորը վերլուծություն են անում, ասում են, այս բիզնեսը կկարողանա մարել, այս բիզնեսը չի կարողանա մարել։ Մենք նաև կարծես ցույց տվեցինք ֆինանսական կառույցին, որ փոքր բիզնեսները, սկսնակ բիզնեսները եւս
Երբ որ անցնում են բիզնես ինկուբացիա, բիզնես աքսելերացիա, ստանում են այդ գիտելիքների, հմտությունների պաշարը, իրենք շատ լավ վարկունակ հաճախորդներ են դառնում նաև ֆինանսական կառույցների համար։ Եվ իսկապես այս հնարավորությունը մենք տալիս ենք եւ մենք ուզում ենք, որ օգտվեն բոլոր այն ձեռներեցները, որոնք մտածում են, որ դժվար է ֆինանսներ ներգրավելը, խնդիր կա Հայաստանում, տոկոսադրույքները բարձր են, եկեք միացեք նաև մեր ինկուբատոր ծրագրի ռեզիդենտներն են հասանելիություն ստանում ֆոնդին, բայց նաև մենք այդ խնդիրն ենք տեսել, որ ամեն դեպքում այս աքսելերացիոն գիտելիքների պակասը իրենց խանգարում է շատ հաճախ, իրենք դիմում են ֆոնդին, բայց ինչ որ փուլում ոնց որ էլի մտավախություններ են ունենում եւ հետ են քաշում։ Այս աքսելերատոր ծրագրի արդյունքում ես վստահեցնում եմ, որ այդ ձեր բոլոր հարցերը, մտավախությունները ամեն դեպքում դուք դրանց պատասխանը կունենաք, եթե նույնիսկ չլինի դեպի դրական, որ ես պատրաստ եմ, բայց դուք կունենաք քայլերի հաջորդականություն, լավ, քանի քայլ եւ քանի ամիս հետո ես պատրաստ կլինեմ դրան։ Այդ մեկը հստակ վստահեցնում եմ, որ այս ծրագրի արդյունքում մեր մասնակիցները ունենալու են։ Մերսի Նայինե ջան, ստեղ մի հատ հարց ունենք, կուզեի կոնկրետ այս հարցը քեզ ուղղել։ Գուրգեն Միրզոյանն ա գրել, բարեձեզ, հենց այս խնդիրը մենք ունենք, մասշտաբայնացման մասին է խոսքը, մեր ոլորտը թղթի վերամշակումն է եւ թղթի տարբեր արտադրանքների արտադրություն Լոռու մարզում։ Կարող ենք մասնակցել այս ծրագրին, թե ոչ։ Երևի կախված թե թղթի արտադրությունը օրիջինը, հա, ծագումը թղթի, որ փուլից է գալիս եւ ինչ ասել է թղթի վերամշակում։ Գուրգեն ջան, ինձ թվում է մենք աքսելերատոր ծրագրի նաև մեր դիմորդների հետ անհատական զրույցներ, հարցազրույցներ ունենում ենք, զանգում ենք ավելի մանրամասն հասկանալու համար, արդյոք համապատասխանում են ծրագրին թե ոչ։ Նատալին ձեզ հետ հետադարձ կապ կհաստատի զանգի միջոցով, ձեր կոնտակտները եթե թողնեք եւ կքննարկենք եւ կհասկանանք։ Կարծում եմ հնարավորություն կլինի ինչ որ ձևաչափով մասնակցելու։ Խնդիրը ինչն է, մենք այս անգամ երկու ոլորտային ուղղվածություն ենք ընտրել, պետք է հասկանանք այդ ոլորտային ուղղվածության մեջ ձեր բիզնեսը տեղավորվում է, թե չէ։ Մենք անհատական զրույցի միջոցով անպայման այդ հարցը կբավարարենք։ Գուրգեն ջան, ձեր կոնտակտային տվյալները խնդրում եմ գրեք ինձ, ուղարկեք, ես անպայման ձեզ հետ կապի դուրս կգամ։ Ու առհասարակ ձեզանից ես նաև կարող եմ թողնեմ իմ Facebook-յան պրոֆիլի էջի կոնտակտը կարող եմ թողնել այստեղ, դա աշխատանքային է, դու կարող եք ինձ հետ այնտեղ է կապ հաստատել, ավելի արագ կազմակերպելու համար հեռախոսային կապը։ Ես կարող եմ անհատապես ձեր բոլոր հարցերին անդրադառնալ, նաև հասկանանք, թե ինչպես կարող եք դուք դիմել մեր ծրագրին ոլորտների ուղղվածությունը բարձելու պարագայում, լավ։ Եթե հարցեր ունենք, հանգիստ կարող եք միացնել ձեր միկրոֆոնը, ձեռք բարձրացնել, հարցերը ձեր ուղղել։ Հիմա իդեպ հարց ու պատասխանի հատվածին ենք այսպես թե այնպես արդեն հասել, մենք մի 10-15 րոպե դեռ ժամանակ ունենք, մենք սիրով կանադառնանք ձեր հարցերին, մինչև ես կսպասեմ ձեզանից ձեռք բարձրացնել կամ հարցերի ուղղումը։ Ռուբեն ջան, դու ձեռք էիր բարձրացել, ուզում էիր բան ասել, թե արդեն Արդեն լրացրեցի Գրիգորին։ Հա, շատ լավ։ Դե բայց մի քիչ էլի գան ֆինանսական բլոկ Նատալի ջան, որովհետև ամեն դեպքում ամեն ինչի հիմքն է ճիշտ ֆինանսների ճիշտ կառավարումը։ Ու բիզնեսի հաջողությունը հենց դրանում է կախված։ Այո, եւ պլանավորում կա, որովհետև ինչքան էլ մենք վաճառքներ ունենանք եւ այլն, մենք չենք տեսնի մեր բիզնեսի հաջողությունը, եթե մենք չկարողանանք ճիշտ ֆինանսների հետ ճիշտ վարվել։ Ու դա սկսում է ամենահասարակ բանից, էլի շատ հասարակ բան կա, ծախսեր ու եկամուտներ գրելը։ Իհարկե, ես չեմ մտնի Գրիգորի դաշտը, Գրիգոր ավելի պրոֆեսիոնալ է, ավելի լուրջ բաներ, ավելի ճիշտ մոդելներ կներկայացնի, բայց ամենահասարակ բանը, ես շատ եմ բիզնեսներ տեսել, գործ են անում, ասում լավ, Ժորժ ջան, ձեր ծախսերը գոնե միտեղ գրել եք, ինչ ծախս եք կատարում տվյալ օրը կամ տվյալ ամսվա ընթացքում։ Շատ փոքր բիզնեսներ կան, ընդհանրապես դրա մասին չեն էլ մտածել։ Կամ ձեր ինքնարժեքի մեջ հաշվարկել եք ձեր ներգրավվածությունը որպես աշխատող, որտեղ դուք աշխատանք եք կատարում։ Հաստատ նենց մանրուքներ կա, Գրիգորը իհարկե
դա կանդրադառնալ դրա մասին ավելի մանրամասն խոսա, բայց ճիշտ ֆինանսների հետ ճիշտ վարվելը դա ամեն ինչի հաջողության հիմքն է։ Միտեղ սայթարկեցիր ֆինանսներում, ամբողջ բիզնեսը կարա կործանվի։ Շնորհակալություն։ Իրականում հենց Ավելաս ինքնարժեքը, հենց ինքնարժեք որ ասում ենք, ինքնարժեքի հաշվարկ հենց դա է լինելու, որ բիզնեսը պետք է կարողանա իր բոլոր ծախսերը դուրս բերի եւ այդ բոլոր ծախսերի հիման վրա կարողանա հասկանալ, թե իր միավոր թողարկված արտադրանքի ինքնարժեքը ինչքան է։ Այսինքն դա ամենակարևոր մասն է նաեւ, որ հասկանաս ու նաեւ միևնույն ժամանակ թե միավոր արտադրանքը գին սահմանելով այդ ինչքան շահութաբերությունը ապահովել։ Բնականաբար բիզնեսի այս հաշվարկները պետք է կարողանա անել։ Այո։ Նորայր, դուք հարց ունեք։ Նորայր Աբգարյան։ Չէ, այս բանը չէ։ Չունեք։ Շատ լավ, օքեյ։ Եթե մենք հարցեր չունենք եւ ավելացնելու բան չունենք, սիրելի փորձագետներ, մեր մասնակիցներին եւ ուղիղ հեռարձակման պես միացած ունկնդիրներին ասեմ, որ մենք շարունակաբար ունենալու ենք այս ֆորմատով եւս երկու ավելի շուտ եւս երկու տեղեկատվական հանդիպում մեր փորձագետների խմբերի հետ, այնպես որ հետևողական եղեք, հաջորդը լինելու է դեկտեմբերի 26-ին եւ երրորդը լինելու է հունվարի 8-ին։ Մենք նաև կանրադառնանք մնացած մոդուլներին եւ թե ինչու են հենց այդ մոդուլները եւ այդ ձևաչափով մշակվել այդ մոդուլները եւ դուք կոնկրետ ինչ կստանաք, ինչ նոր բան կվերցնեք ձեզ համար որպես գիտելիք, մասշտաբավորման, ընդլայնման, նոր շուկաների դուրս գալու եւ առհասարակ արտահանման գործընթացները պլանավորելու շրջանակում։ Մենք նաև Iris Business Incubator-ի Facebook-յան էջում, ինչպես նաև մեր կայք էջում տեղադրել ենք առցանց տեղեկատվական հանդիպման տեսագրության ձայնագրության հղումը, որտեղ մենք շատ մանրակրկիտ անդրադառնում ենք տեղեկատվական հանդիպման մեջ անդրադառնում ենք Iris Economy ծրագրի, Accelerator ծրագրի մասին, ովքեր կարող են դիմել, ինչպես կարող են դիմել, ում համար է մշակվել այս ծրագիրը, ինչ է ստանալու մասնակիցը ծրագրից, նաև ես կխնդրեմ իմ գոլեգաներին իմ սոցցանցերի էջերով հղումներով կիսվել նաև այս ձայնագրության ներքո, LinkedIn եւ Facebook, ես հասանելի եմ, կարող եք ինձ գրել, ինձ հետ կապի դուրս գալ, կարող ենք պայմանավորվել, ես անձամբ ձեզ համար անհատական տեղեկատվական հանդիպում կվարեմ եւ մենք կհասկանանք, թե որքանով է ձեր բիզնեսը համապատասխանում այս ծրագրին եւ արդյոք արժի դուք դիմեք այս ծրագրին, թե ոչ, ես ձեզ հավատացնում եմ, որ եթե դուք ձեր բիզնեսը զարգացման այն փուլում չի գտնվում կամ այն բիզնես մոտիվացիան եւ կամքը եւ հետաքրքրությունը, ցանկությունը, ժամանակի կառավարումը չի համապատասխանում ձեր, որպեսզի դիմեք մեր ծրագրին, ես ձեզ հավատացնում եմ, որ ուղղակի մենք չենք համոզի ձեզ, որպեսզի դուք գրանցվեք եւ դիմեք մեր ծրագրին, ուղղակի հավատացնում եմ։ Այստեղ ես կարող եմ ասել, որ ես ջանք եմ ներդնում այն ձեռներեցներին, ովքեր որ ունեն պոտենցիալ մասնակցելու այս ծրագրին եւ ստանալ առավելություն, ստանալ այն օգուտը, անարդյունքը, որին մենք ձգտում ենք, որ հասնեն այն ձեռներեցները, այնպես որ խնդրում եմ ինձ հետ կապ հաստատեք, ես մեծ սիրով ձեզ հետ կշփվեմ անհատապես եւ մենք բոլոր կետերով կանցնենք միասին։ Ձեր ժամանակը մեզ համար կարևոր է, այնպես եւ մեր ժամանակը, այնպես որ ես ձեզ հավատացնում եմ, որ անիմաստ մենք ձեր ժամանակը չենք ծախսի տվյալ տեղեկատվական հանդիպումների շրջանակում։ Երևի թե այսքանը կարող ենք արդեն ամփոփել մեր հանդիպումը։ Հուսամ հետաքրքիր էր, վստահ եմ, որ հարցեր կլինեն, պատրաստ ենք ձեր հարցերին անդրադառնալ։ Շնորհակալություն Նարինեին, Գրիգորին եւ Ռուբենին ձեր ներդրման համար ծրագրի շրջանակում ձևաչափում, ինչպես նաեւ այս հանդիպմանը մասնակցելու համար։ Շնորհակալություն Ձեզ նաև շնորհակալություն։ գործընկերներին հետաքրքիր քննարկման համար։ Այո, շնորհակալություն մասնակցելու համար։ Սփոյլ չեմ անի, թե ապագայում ինչեր են սպասվում, բայց բավական հետաքրքիր բաներ են սպասվում, որովհետև ասած մենք երեքով չենք, դեռ մեծ թիմ կա, հաջորդ թիվ կգա, կմասնակցեն, հետաքրքիր բաներ կասեն։
վստահ եմ բավական մեծ օգուտներ եք ստանալու այս ծրագրից։ Ամենավերջում Տեսած հասկանելի է։ եզրափակեմ, այո, իհարկե, խնդրեմ, համեցեք։ Այստեղ ներդրումներից խոսվեց, քանի որ գյուղատնտեսության ոլորտի հետ է կապված, ես չգիտեմ ինչքանով եք տեղյակ, գյուղատնտեսության ոլորտում ներդրման հետ գնումը, այսպես ասած, շատ երկար է տևում ու ուզում եմ հասկանալ այդ ձեր խումբը, որտեղ որ փիչա պետք է ներկայացվի ներդրումային մասնակիցներին, ինչքանով է համապատասխանում ինչքանով է իրանց ընկալումը դրա վրա, որ հետգնման ժամկետը երկար է լինում։ Անպայման բոլոր առանձնահատկությունները հաշվի ենք առնելու, կախված սա միակողմանի գործընթաց չի, այսինքն երբ որ աքսելերատորին մասնակցում են բիզնեսներ, իրենք արդեն ինչ որ առումով հասուն բիզնեսներ են եւ նաեւ իրենց պահանջները կարող են թելադրել ներդրողին։ Նաեւ այս մասին մենք մեր ներդրումային պատրաստվածության շրջանակում կանդրադառնանք մի փոքր։ Եթե դուք կարողանում եք հիմնավորել, բնականաբար գյուղատնտեսությունից հասկացող մարդիկ են լինելու ներդրումային կոմիտեում եւ իրենք այդ առանձնահատկությունները շատ լավ կպատկերացնեն, կգիտակցեն, բայց նաեւ յուրաքանչյուր բիզնես ինքը պետք է կարողանա հիմնավորել եւ ճիշտ ներկայացնել ինչու է այս պայմանները ավելի ճիշտ, իր ներդրման համար, վստահ եմ, որ ընդհանուր հայտարարի կգաք։ Նաև ավելացնեմ Նարինեին, որ նախքան Աքսելերատոր ակադեմիայի մեկնարկը անհատական կարիքների գնահատման հարցազրույց ենք իրականացնելու բոլոր մասնակիցների հետ, ովքեր որ կհրավիրվեն մասնակցելու Աքսելերատոր ծրագրի ակադեմիային, այնպես որ այդ բոլոր հարցերը Էրիկ ջան այդ փուլում նաև վեր են հանվելու, այսինքն թե ծրագրային կողմը, թե հենց բիզնես ձեռներից որպես դիմորդ կամ մասնակից ինքը արդեն հստակ իմանալու է այդ բոլոր հարցերի պատասխանները։ Բայց այստեղ ավելացնեմ, բան, օրինակ, տեսեք դուք մենակ նշեցիք օրինակ հետգնում, բայց միայն ներդրումների արդյունավետությունը հետգնման ժամկետով չի գնահատվում։ Այստեղ տարբեր մեթոդներ կան, որոնցով գնահատվում է ներդրումների արդյունավետությունը։ Ասենք հետգնման ժամկետը դա մեթոդներից մեկն է։ Այսինքն կարող է ինքը ուշ է հետգնվում, բայց ինքը որպես ներդրում արդյունավետ է։ Հասկանալի է։ Շնորհակալություն։ Հարցեր ունենք էլ մասնակիցների կողմից։ Կարծես չունենք։ Ամենավերջում կցանկանայի տեղեկացնել, որ սույն ծրագիրը, Iris Reconomy Accelerator ծրագիրը իրականացվում է Iris Accelerator եւ շրջանառու ֆոնդ նախաձեռնության շրջանակում Reconomy ծրագրի աջակցությամբ։ Reconomy ներառական եւ կանաչ տնտեսական զարգացման տարածաշրջանային ծրագիր է, որը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության SIDA-ի կողմից եւ իրականացվում է Helvetia Swiss Incorporation-ի կողմից Արևմտյան Բալկանների եւ Արևելյան գործընկերության շրջանակում եւ նաեւ այս ծրագրի շրջանակում ծրագիրը սուբսիդավորում է մասնակիցների մասնակցության արժեքի 90%-ը, այնպես որ կոնկրետ մասնակիցը ծրագրի համար վճարել է ընդամենը 10%, 53,000 դրամ 4 ամսվա ընթացքում։ Այսքանը 4 ամսվա համար, այսքանը շնորհակալություն Reconomy-ին այս նորության համար, որը ընձեռնվել է, հաջորդիվ մենք նույնպես շարունակելու ենք Accelerator ծրագրերի իրականացնել եւ այդ ծառայությունը մատուցել Հայաստանում ձեռնարկների համար եւ շատ հնարավոր է, որ այս ծրագրի արժեքը այլևս այս չափով այնուամենայնիվ չսուբսիդավորվի, այնպես որ օգտվեք հնարավորությունից, եթե դες հետաքրքիր է այս ծրագիրը, անպայման դիմեք։ Այսքանը շնորհակալություն բոլորին, բոլորիս լավ օր եմ մաղթում։ Ողջունում եմ բոլորին, նրանց, ովքեր միացել են մեր տեղեկատվական հանդիպմանը եւ նաեւ բոլոր նրանց, ովքեր որ առցանց հետևում են մեզ, նայում են ու ընկնդրում են։ Ես Նատալի Նասիբյանն եմ, Iris Business Incubator-ից, այդ թվում նաև այս ծրագրի շրջանակում Iris Reconomy Accelerator ծրագրի ներգրավման փորձագետն եմ։ Այսօր մենք նոր ձևաչափի ներքո մեկնարկում ենք տեղեկատվական հանդիպումների շարք, որի մասնակիցներն են Iris Reconomy Accelerator ծրագրի
առանցքային փորձագետները։ Այս հանդիպման առաջի հանդիպման հյուրերն են Iris Business Incubator-ի գործադիր տնօրեն, ինչպես նաև Accelerator ծրագրի ներդրումային պատրաստվածություն մոդուլի հեղինակ եւ վարողն է, Ռուբեն Սարոխանյանը արտահանման պատրաստվածության մոդուլի վարող փորձագետ եւ Գրիգոր Մնացականյան ֆինանսական կառավարում մոդուլի վարողն է։ Նաև ասեմ, որ Նարինեն եւ Գրիգորը Iris Business Incubator-ի հենց հիմնադրումից թիմի թիմակիցներն են եւ 19 թվականից, եթե չեմ սխալվում, թիմում են եւ ներգրավված են ծրագրի ներքո որպես գործող առանցքային փորձագետներ, իսկ Ռուբենի հետ մեր համագործակցությունը Iris-ի հետ սկսվել է, եթե չեմ սխալվում, 2021 թվականին եւ որ հրավեր էինք ստացել նամակով մասնակցության, եթե չեմ սխալվում, Արփինե Պողոսյանի հետ դուք մի հատ շատ ծավալուն ծրագիր էիք, սեմինարների շարք էիք սկսել արտահանում Եվրամիության երկրներ դեպի եւ այդ հանդիպման մասին ես ստացել էի, շատ հետաքրքրել էր եւ Ռուբենին եւ Արփինեին ներգրավել էինք մեր համայնքի հանդիպումներից մեկի շրջանակում, որպեսզի նրանք մեր ձեռներեցներին ներկայացնեն առհասարակ արտահանման գործառույթը եւ այն աշխատանքը, այն ծավալուն աշխատանքը, որը Ռուբենը եւ Արփինեն տարել էին։ Ինչևէ, շատ ուրախ եմ, որ այսօր մեզ միացել եք, շատ ուրախ եմ, որ մեր փորձագետները նույնպես միացել են։ Մեր տեղեկատվական հանդիպման ձևաչափը մի քիչ կտարբերվի դասական մոդերացիայով վարվող հանդիպումներից, ավելի շատ մենք այստեղ ցանկանում ենք, որ գոլեգաները, մեր գործընկերները ավելի ազատ շփվեն իրար հետ, քննարկեն առհասարակ Iris Economy Accelerator ծրագիրը, թե իրենց ինչ է ներկայացնում Accelerator ծրագիրը, ում համար է, այսինքն բիզնեսի զարգացման որ փուլում գտնվող ձեռներեցների եւ բիզնեսների համար է այս ծրագիրը, ինչ է դա տալու եւ ինչու են կոնկրետ այս մոդուլները մշակվել, ինչպես են մշակվել այս մոդուլները փորձագետների կողմից եւ դրանց փոխկապակցվածությունը միմյանց։ Այնպես որ երևի թե ամենաառաջի հարցս ուղեմ Նարինեին, որպեսզի նա ներկայացնի ինքը մասնագիտական տեսանկյունից, բացի այն, որ ինքը Iris-ի գործադիր տնօրենն է եւ ներդրումային պատրաստվածության փորձագետն է, ինքը ինչու է հենց ինքը ընտրվել այս Accelerator ծրագրի փորձագետների շարքում եւ որն է նրա մասնագիտական առանձնահատկությունները եւ այնուհետեւ կխնդրեմ նույնը Ռուբենին եւ Գրիգորին ներկայացնեն իրենց եւ որպեսզի մեր ապագա մասնակիցները, ձեռներեցները եւ բիզնեսները նույնպես հասկանան ովքեր են իրենց դասավանդելու եւ ինչ արժեքային առաջարկ է